Հավանաբար վստահաբար կարելի է ասել, որ ոչ մի երկրում գարներելայի հարցը այսքան չեն բարդացնում, ինչքան մեր երկրում։ Մի հիվանդություն, որ շատ դեպքերում նույնիսկ կարող հնարավոր է, որ մարդու հիգիենայի հետ կապված լինի։ Նշված պրեպարատները, մետրոնիդազոլ կամ օրնիդազոլ, դրանք նույն պրեպարատներն են։ Եթե չի օգնել մետրոնիդազոլը, չի օգնի նաև օրնիդազոլը։ Յունիդոքսի մասին вообще խոսք գնալ չի կարող։ Յունիդոքսի կողմնակի էֆեկտներից մեկը կարող է նույնիսկ համարվել գարներելայի ակտիվացումը, ու մնաց թե յունիդոքսով բուժել գարներելան։ Եվ ուզում եմ մի կարևոր բանի վրա մենք բոլորս ուշադրություն դարձնենք, ինչ մեթոդով է ախտորոշվում գարներելան։ Շատ հաճախ ցավոք սրտի գարներելայի ախտորոշումը իրականացվում է պացիենտի գանգատների հիման վրա, որտեղ պացիենտը բողոքում է ասելով, որ իր մոտ կա փառակալում եւ հոտ։ Դրանից անել ենթադրություն, որ գա գարներելա։ Կներեք, ոչ։ Այսօր բժշկության մեջ արդեն հայտնի են բազմաթիվ հիվանդություններ ստրեպտոկոկերով, ստաֆիլոկոկերով, էնտերոկոկելով, կլեպսիաներով պայմանավորված բորբոքային պրոցեսներ, որոնք դեպքում լինում է կլասիկ են նույն պատկերը, ինչ կարող է լինել գարներելայի ժամանակ, իսկ այդ դեպքում չի օգնել մետրոնիդազոլն ու օրնիդազոլը։ Եվ վերջիվերջո, նորից եմ կրկնում, մեթոդը ինչով է ախտորոշվում, որովհետև եթե դա ախտորոշվում է սովորական քսուկի միջոցով միկրոսկոպիկ, ապա դա կեղծ հետազոտություն է, այնտեղ չի կարող գարներելան հստակ երևալ։ Մեկ, երկրորդը, հիմա մեկը կասի, բայց չէ, անդրոֆլոր ենք հանձնել կամ ֆեմաֆլոր ու տեսել են գարներելա, այո, դրանք լուրջ հետազոտություններ են PCR եղանակով, ինչ անել, եթե օրինակ տղամարդը հանձնում է գարներելա, ներողություն, հանձնում է անդրոֆլոր եւ իր PCR եղանակով արված անալիզի մեջ հայտնաբերվում է գարներելա, ինչ անել, բուժել, ոչ, ճշտել ինչ գանգատ ունի։ Ամենակարևորը ճշտել ինչ գանգատ ունի, շատ հաճախ գարներելան բուժում են այն մարդկանց մոտ, ում գանգատները բացարձակապես կապ չունեն գարներելայի հետ։ Դա ինչ երևույթ է։ Տղամարդկանց մոտ սեռական խնդիրները, ել չեմ ասում վաղաժամ սերմնաժայթքում, էրեկցիա եւ вообще լիբիդոյի նվազում, սեռական ցանկության նվազում, դուք պատկերացնում եք, բուժես գարներելան, որ տղամարդու մոտ ավելանա սեռական ցանկությունը։ Այտենց բան ով է լսել։